Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են ամեն ինչ անել, որպեսզի հեռուստասերիալն էլ ավելի դիտարժան ու էլ ավելի հետաքրքիր լինի։ Հեռուստասերիալում նկարահանվող դերասաններն ամեն ինչ անում են, որ հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասեն հեռուստասերիալի հաջորդ սերիաներին։ Անցյալից եկած ծանր մեղքերը չեն թողնում, որպեսզի մարդիկ ապրեն խաղաղ պայմաններում։ Սաքոն, ով անցյալում սպանել է Հայկի հորը Աշոտին, այժմ այդ բեռից չի կարողանում ազատվել ու ընտանիքին պահում է հենց այդ բեռի տակ։ Որդին մեծացել է վրեժխնդրությամբ լցված և, բնականաբար, նրանք հանգիստ չեն կարող ապրել։ Հայկը բանտից ստանում է այն նամակների խրձատուփը, որը գրել էր Նարեն նրան։ Այսքան տարիներ նա երբեք չի բացել այդ նամակները, արդյոք վախեցել է իսկապես հասկանալ, որ Նարեն սիրում է նրան, թե փորձում է հետ պահել, որովհետև այդ նամակներից անհնար էր չհասկանալ, որ Նարեն, ինչպես Սոնան է ասում, մինչև ականջների ծայրը սիրահարված է Հայկին։ Հավանաբար Հայկն էլ անտարբեր չէ Նարեի նկատմամբ, բայց վախենում է նույնիսկ ինքն իրեն խոստովանել այդ մասին։ Որովհետև անհնար էր Նարեի խոսքերից չկռահել, թե ինչ էր ուզում նա ասել, հավանաբար Հայկը նույնիսկ վախենում է մտածել այդ մասին, իսկ Սոնան առաջին հենց նամակից հասկանում է, որ Նարեն սիրահարված է Հայկին։ Թե ինչպես կզարգանան այդ հարաբերությունները ցույց կտա ժամանակը, բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Վռամը լավ եղբայր է, նրա սիրտը ուղղակի քարացրել է տարիներ առաջ տեղի ունեցածը, բայց հավանաբար Սոնայի հանդեպ զգացածը նրան փոխելու է մինչև վերջ ու նա բացասական հերոսից վերածվելու է դրական կերպարի։ Մարդկանձրևի պատճառով չեղարկում է Վարսահարդարի մոտ իր այցը, մարդ էլ կա ինձ նման, որ գնում է միայն անձրևոտ օրերին։ Բարի օր սիրելիներս, բոլորիդ մաղթում եմ շատ լավ ու դրական օր ու ուզում եմ ասել, որ իմ նոր տեսահոլովակի պրեմիերային մնացել են հաշված օրեր, մի քիչ էլ սպասեք, որ այդ երգը լսելուց պիտի շատ լավ ու դրական պահեր ապրենք միասին։ Ողջույն սիրելիներս, ես հասկանում եմ հարցերը շատ են, ինչ նախագիծ է, որտեղը եթերով կարող ենք տեսնել, ուրեմն ասեմ, որ շնորհավոր աղջիկ է մեր նախագիծը սեպտեմբերի 5-ին լինելու է կինո Մոսկվայի էկրաններին, պրեմիերա լինելու, ցավոք մուտքը միայն հրավիրատոմսերով է լինելու, բայց հուսով եմ, որ շատ կարճ ժամանակում մենք կարողանանք ֆիլմը հասանելի դարձնել հասարակության համար եւ դուք բոլորդ կտեսնեք մեր ֆիլմը։ Ու մեր նախագծերը շատ են, մենք հենց հիմա զուգահեռ աշխատում ենք մի քանի տարբեր նախագծերի վրա, դրա համար չեմ հասցնում դες հերթով պատմել, ուղղակի ասեմ, որ շուտով Արմենե հեռուստային ընկերությամբ եթեր դուրս կգա մեր նոր հեռուստասերիալը։ Դրա մասին էլի կպատմեմ ես ձեզ։ Հենց որ ձեզ լավ եմ մաղթում, հետևեք մեր սթորիներին, մեր էջերին ու արդեն կտեսնեք բոլոր մանրամասները։ Այսքանը։ Ես հիմա ինձ մեյքափ եմ անում, որովհետև գնում եմ ընկերուց հարսանիքին։ Բայց խնդիրն է նա, որ ես այնքան ժամանակ չունեմ ընկերուհիներիս հետ նորմալ շփվելու, ես չգիտեի, որ առավոտյան պետք է գնամ իրանց տուն։ Հիմա ինքս եմ մեյքափ անում, որ գնամ իրանց տուն, հետո գալու եմ տուն, լողանամ, մաքրեմ ամբողջ մեյքափը, ամբողջ մազերս, ձևափոխեմ, գնամ մեյքափի ու գնամ ռեստորան։ Բարապա մնացել, որ երկուրս մազ եմ սարքում, մեյքափ եմ անում, հարսանիք եմ դնում, սիրիկ գալիս եմ։ Հետո ցույց կտամ երկրորդ լուքս, չէ, չնայած մի րոպե, առաջին լուքս կցույց տամ, հետո երկրորդ մեյքափը ցույց կտամ, հետո երկրորդ լուքս ցույց կտամ։ Մի քիչ խոճուճ էր, բայց ինձ թվում է հասկացաք։ Ես եմ հարսանիքի կեսից եկել եմ, լողացել եմ, մեյքափս մաքրել եմ, որ գն Չթողեցին ես թողի նկարում։ Հա, մի խոսքով որ գնամ, մազերը սիրուն սարքեն, մնայուն մեյքափ ինձ անեն, որովհետև մեյքափը արդեն հալվել էր իմ վրայից, իմ արած մեյքափը։ Գնամ սիրունանամ ու նորից գնամ հարսանիքի։ Բարի օր սիրելիներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև մենք գտել ենք արդեն այն աղջկան, ով վարժ խոսում է անգլերեն, այս թորին վերաբերում է 11-ից 14 տարեկան կապուտաչիա աղջիկների մամաներին։ Մենք քասթինգ ենք անում, ուշադրություն, 11-ից 14 տարեկան կապուտաչիա աղջիկներ։
Համեցեք մեր մոտ։ Մենք սպասում ենք ձեզ։ Ես ու Թամը, երբ որ նկարահանման ենք լինում, փոխվում ենք քանի անգամ։ 7.740 10-րդական։ Քարաժի մտար։ միլիոնով նայեք, էլ այդ ստորակետը որպես միլիոն ցնցի։ 7 միլիոն անգամ։ 7 միլիոն անգամ, այո։ Թամը նոր ինձ ասում էր, որ իր էջին 100,000 դառնալու համար պակաս է, քանի հետևորդ։ Подожди, 1 minute, baby, please։ Հեսա ճշտում ենք, հենց հիմա։ Հենց հիմա ասում ենք։ Պակասը 3400 հոգի։ 3400 հոգի գնանք ու ֆոլով լինենք Թամին։ Հա չէ։ Հա, չէ։ Դառնենք 100,000 ու տորտով ես իմ 100,000-ը։ Դիետիկ տորտով բաց։ Դե դեսպո։ Չէ, իհարկե չէ։ Всё։